Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հանձնաժողովը գումարում է իր թիվ 7 նիստը, նիստին ներկա են ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված հանձնաժողովի անդամների մեծամասնությունը, նիստը իրավազորի նիստը հայտարարում են բացված, հարգելի գործընկերներ, նիստի օրակարգը սահմանված կարգով զետեղված է եղել ազգային ժողովի պաշտոնական կայքէջում, այն հասանել է եղել նաև ձեզ, հանձնաժողովի անդամները տեղեկացված են եղել նիստի անցկացման վայրի և ժամի մասին։ Հարգելի գործընկերներ, օրակարգի նախագիծը հաստատելու համար դիմում եմ ձեզ, ով է կողմ օրակարգի հաստատմանը։ Դեմ, ձեռնպահ, օրակարգը հաստատվեց, շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, երկու հարց ունենք օրակարգային, սկսենք առաջի օրակարգային հարցից։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, սահմանադրական օրենքի համաձայն եւ սահմանադրական կարգավորների համաձայն հանձնաժողովում առանց քվեարկության քննարկում ենք Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Տեղեկացնեմ, որ դատախազի հաղորդումը մեր մոտ ավանդական հաղորդում է, բայց այս տարի նորամուծություններ տեղի ունեցել ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխության մեջ եւ մենք ամսի 22-ին Տիկին գլխավոր դատախազ լսել ենք նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումները եւ հիմնական զեկուցումը Տիկին Վարդապետյան ներկայացնելու համար խոսքը փոխանցում եմ ձեզ, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահ, հանձնաժողովի հարգելի անդամներ, հարգելի լրագրողներ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2025 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ազգային ժողով եւ այդ ժամանակվանից ի վեր հրապարակված է նաեւ դատախազության պաշտոնական կայքում։ Հաղորդումը ի թիվս մի շարք ուղղությունների ներառում է պետական եւ համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրությունները, դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները, հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարը, քրեական վարույթի նկատմամբ հսկողությունից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչեւ պատիժների եւ հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն, զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների կանխում, բացահայտում ու պատժում, ինչպես նաեւ զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրություններն ու պատճառված վնասի վերականգնումը։ Հարգելի գործընկերներ, 2024 թվականի ընթացքում համաձայն ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության դեպքերի 1,1%-ով նվազում եւ բացահայտման ցուցանիշի 3,4%-ով աճ։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40232 դեպք, հիշեցնեմ 2023 թվականին 40666 դեպքեր, որոնցից 18397-ը, հիշեցնեմ 23 թվականին 20231-ներ կատարվել էր Երևանում։ 2023 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ, ինչպես արդեն նշեցի, 1,1%-ով։ 2024 թվականին նվազել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4,6%-ով։ Հիշեցնեմ 2023 թվականին արձանագրվել էր 12848 դեպք, 2024 թվականին 12253 դեպք։ Ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9,8%-ով։ Հիշեցնեմ 23 թվականին 6116 դեպքեր, 2024 թվականին 5518։ Իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25,1%-ով։ 2023 թվականին 1678 դեպք, 2024 թվականին 2100-ը։ 2024 թվականին 7,6%-ով աճել են դիտավորության պարողջությանը վնաս պատճառելու, 89,5%-ով
մարդկանց թրաֆիկինգի հանցագործությունները, 11.9%-ով սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111.4%-ով թմրամիջոցների մաքսանենգությունները, 9.9%-ով խարդախությունները, 25.1%-ով համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպք, 2023 թվականին 7138, աճը կազմում է 3%։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40.9%-ը արձանագրվել է Երևան քաղաքում, 4346-ը կամ 59.1%-ը մարզերում։ 2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ 8-ով կամ 14.5%-ով, հիշեցնեմ 23 թվականին 55 դեպքեր, 24 թվականին 63 դեպք։ Երևան քաղաքում սակայն սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով։ Սպանության փորձի դեպքերը 23 թվականի համեմատ նվազել են 4-ով կամ 66.2%-ով, 23 թվականին 65 դեպք ունեինք, 24 թվականին 61-ը։ Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են 2-ով, 23 թվականին 4 դեպքեր, 24 թվականին 2-ը։ 24 թվականի ընթացքում 23-ի համեմատությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1.3%-ով նվազում։ 23 թվականին 11420 դեպք, 24 թվականին 11271-ը։ Իսկ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4.3%-ով։ 2023 թվականին Երևանում արձանագրվել էր 6982 դեպք, 24 թվականին 6684-ը։ 24 թվականին նվազում է արձանագրվել ավազակության 7-ով կամ 9.2%-ով, կողոպուտի 22-ով կամ 14.9%-ով, գողության 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության 58 կամ 14.1% դեպքերով։ 2024 թվականին թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը 3639 է։ 23 թվականին դեպքերը ավելի շատ էին 5070-ը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910-ը, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ հանդիսանում է 892-ով կամ 31.8%-ով նվազում։ 24 թվականին 23-ի համեմատությամբ արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 168 դեպքով կամ 3.6%-ով նվազում։ 23 թվականին 4704 դեպք, 24 թվականին 4536-ը։ 24 թվականին ավարտվել է 38058 քրեական վարույթ։ 23 թվականին 33396 ավարտ է ունեցել նախաքննությունը, 11801-ը, 13179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 23 թվականին 8393-ը, 10115 անձի վերաբերյալ ուղարկված են եղել դատարան, 24 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 23 թվականին, որոնցից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ը, այստեղ խնդրեմ ձեր ուշադրությունը, կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ։ 2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը մինչև 4 ամիս, 15%-ը մինչև 6 ամիս, 11.9%-ը մինչև 1 տարի և 9.5%-ը 1 տարուց ավելի ժամկետներով։ Սրանք ավարտված քրեական վարույթների նախաքննական ժամկետներն էին։ 2024 թվականին ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս։ Հիշեցնեմ, 23 թվականին վնասը 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր։
Նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ խոսքը 2024 թվականին կատարված արգելադրումների մասին է։ Եթե ձեզ ընդհանուր թիվը կհետաքրքրի, հարց ու պատասխանի ընթացքում կարող ենք անդրադառնալ։